Բարի երեկո սիրելի ֆուտբոլասերներ, խաղային շաբաթվա վերջին օրն է մեզ մոտ մեկնարկում եւ այսօր էլ հագեցած օր ենք ունենալու առաջին խաղն է հիմա մեկնարկելու եւ միմյանց հետ են մրցելու Մարսելը եւ Լևերկուզենի Բայերը 12-րդ տուրից հետաձգված հանդիպում է սա սիրելի ֆուտբոլասերներ, ինչևէ տեսնենք թիմերը այսօր միմյանց ինչ կառաջարկեն, հիմա արագ ներկայացնեմ թիմերի հիմնական հայտարարություններին Մարսելի դարպասը պաշտպանում է համար 1 Անդրանիկ Հայրոյանը, համար 6 Կարլեն Վարդանյան, համար 9 Համբարձում Մանուկյան, համար 10 Մոզզանյան, համար 11 Գևորգ Հայրոյան, համար 14 Սարգիս Սարգսյան, համար 16 Հարութ Գրիգորյան, համար 17 Նարեկ Իսկանդարյան, համար 22 Դավիթ Ջուլհակյան, համար 51 Ավետ Բարեյան եւ համար 88 Արա Ակոբյան։ Բայերի դարպասը պաշտպանում է համար 1 Թաթուլ Սևոյանը, համար 4 Աղասի Ավետիսյան, համար 5 Արմեն Ազնաուրյան, համար 7 Արթուր Պետրոսյան, համար 10 Անդրանիկ Կիրակոսյան, համար 11 Գագիկ Ղուկասյան, համար 22 Ալեն Հարոյան, համար 33 Հարություն Օհանյան, համար 44 Համլետ Ազնաուրյան եւ համար 77 Վարամ Մկրտչյան։ Տեսնում ենք, որ խաղը մեկնարկել է եւ արդեն Մարսելի տղաները փորձում են իրենց առաջին գրոհը իրականացնեն։ Այստեղ գեղեցիկ էին մտածել Մարսելի տղաները, բայց այնտեղ Հարություն Օհանյանը շատ լավ տեսավ այդ փոխանցումը եւ կանխեց այդ փոխանցման ճանապարհը։ Հիմա նորից տեսնում ենք խլեցին գնդակը Մարսելի ֆուտբոլիստները։ Բայց այստեղ էլ սխալվեց Կարլեն Վարդանյանը, այստեղ էլ լավ չգործեց հիմա Վարամ Մկրտչյանը եւ շատ վտանգավոր կարող էր լինել հենց արագ առաջին րոպեին կարող էր հանդիպման հաշիվը բացել Մոզզանյանը։ Լավ մարզավիճակում է գտնվում Մոզզանյան այս մրցաշրջանում։ Հիմա տեսնում ենք Բայերի տղաներն են հակագրոյի բարված եւ այստեղ Թաթուլ ոչ հերոսություն Անդրանիկ Հայրոյանն է փրկում իր թիմին։ Այնտեղ հարված կատարեց Վարամ Մկրտչյանը։ Հաչեզրում էր հայտնվել։ Բայց իր թիմին փրկեց այստեղ այս իրավիճակում Անդրանիկ Հայրոյանը։ Նորից շարունակվելու է Բայերի գրոհը։ Խաղարկումներ լավն էին Բայերի ֆուտբոլիստների խաղարկումները, Արթուր Պետրոսյանն է հիանալի մատուցում ձեռնարկում, բայց այստեղ է լավ գործեց, հիմա տեսնում ենք Սարգիս Սարգսյանը, հիմա երկար փոխանցում դեպի Մոզզանյանը պահում է գնդակը եւ այստեղ բախում հիմա տեղի ունեցավ Թաթուլ Սևոյանի եւ Գևորգ Հայրոյանի հետ պայքարում։ Հիմա տեսնում ենք, որ Մարսելի ֆուտբոլիստը խոտած ածկին է։ Ոչ խոտացածքին Գևորգ Հայրոյանը չէր, այլ
Նարեկ Իսկանդարյանը, բայց նրա մոտ ամեն ինչ կարգին է, հիմա խաղը շարունակվում է։ Նշեմ թիմերի մրցաշարային աղյուսակը, որ դիրքում է զբաղեցնում Մարսելի ֆուտբոլիստները այս պայն 13 խաղից հետո 10 միավորով զբաղեցնում են 15-րդ հորիզոնականում, դեռ պայքարում են, հիմա տեսնում ենք Մարսելի ֆուտբոլիստների գրո, այստեղ Գևորգ Հայրոյանն էր փոխանցում կատարում դեպի Մոզանյանը, բայց նորից այնտեղ լավ գործեց Հարություն Ոսկանյանը, դեռ պայքարում են մնալ փոքր լիգայի փլեյոֆ դուրս գալու համար այդ վերջին տեղը 15-րդ հորիզոնականում Մարսելի ֆուտբոլիստները իսկ Լևերկուզենի Բայերը նույնքան խաղում վաստակել է 13 միավոր եւ գտնվում է 12-րդ հորիզոնականում այս երկու թիմերը մոտ են գտնվում մրցաշարային աղյուսակում միմյանց նկատմամբ հիմա տեսնում ենք, որ Բայերի ֆուտբոլիստներն են տուգանային հարված վաստակել, Աղասի Ավետիսյանն է գնդակի մոտ փոխանցում եւ շատ վտանգավոր կարող է լինել, բայց այս փոխանցումը հասցեատեր չունեցավ վերջին պահին եւ հարված կտեսնենք Անդրանիկ Հայրոյանի դարպասից տեսնում ենք, որ երկար փոխանցումներ են կատարում այսօր Մարսելի ֆուտբոլիստները դեռ նրանց փոխանցումները ստացվում են բայց դեռ արդյունք չեն տվել այդ փոխանցումները տեսնենք հիմա նորից տեսնում ենք Մարսելի ֆուտբոլիստն է հայտնվել խոտածածկին Բայց ամեն ինչ կարգին է Մարսելի ֆուտբոլիստի մոտ, մի փոքր երկար դադար տեղի ունեցավ մեզ մոտ բայց ի վերջո տուգանային են վաստակել Մարսելի ֆուտբոլիստները եւ հիմա կիրացնեն տեսնենք փոխանցում տուգանային հրապարակ դեպի Մոզանյանը հասավ գնդակին շեղեց գնդակի ուղղությունը բայց Դաշտի եզրային գծից դուրս եկավ գնդակը եւ եզրային նետումը վաստակեցին Բայերի ֆուտբոլիստները Այստեղ էլ հիմա տեսնում ենք, որ Բայերի տղաները լավ չհամագործակցեցին եւ նորից գնդակը տվեցին Մարսելին հեռացված է գնդակը այստեղ հիմա տեսնենք Արթուր Պետրոսյանն է շարժվում առաջ աչ եզրով, բայց միայնակ է այստեղ եւ նրա այդ պայքարում լավ գործեց այստեղ Սարգիս Սարգսյանը եւ խաղի կանոնները խախտեցին նրա նկատմամբ Ակտիվ է տեսնում ենք ձախ եզրում Սարգիս Սարգսյանը արդեն երկու անգամ է խլել է գնդակը նա եւ կազմակերպել իր թիմի գրոները Հիմա Կարլեն Վարդանյանն է ուղղակի հետ վերադարձնում գնդակը նորից երկար փոխանցում այստեղ Նարեկ Իսկանդարյանը հասնում է ի վերջո գնդակին բայց մի փոքր առաջ թողեց եւ կտեսնենք Թաթուլ Սևոյանի դարպասից հարված
Ասի Ավետիսյանի հիանալի փոխանցումը դեպի Արմեն Ազնավուրյանը գեղեցիկ էր, բայց այստեղ նորից լավ գործեց Սարգիս Սարգսյանը եւ եզրային նետում վաստակեցին վայրի տղաները։ Հիմա մյուս եզրեն փոխանցում կատարում Արթուր Պետրոսյանը հիմա ձախ եզր եկե մտնում է Տուգանային հրապարակ հարվածում եւ մի փոքր բարձր ստացվեց Արթուր Պետրոսյանի հարվածը։ Երկրորդ հարվածը տեսանք արդեն Բայերի ֆուտբոլիստների կողմից։ Դեռ Մարսելի ֆուտբոլիստները հարված չեն կատարել այս խաղում։ Հիմա տեսնում ենք Մարսելի ֆուտբոլիստներն են Տուգանային հարված վաստակել։ Սուլիչիկա Մոզանյանն է գնդակի մոտ հարված, առաջին հարվածը կա Մարսելի ֆուտբոլիստների կատարման, բայց շեղ ընթացավ Մոզանյանի հարվածը։ Նա մրցաշրջան է անցկացնում Մոզանյանը, այս պայն 8 գոլի հեղինակ է դարձել այս մրցաշարում Մոզանյանը։ Հիմա տեսնում ենք պայցին գնդակ այստեղ Բայերի ֆուտբոլիստները, խաղարկումներով շարժում են առաջ Աղասի Ավետիսյան։ Եվ հիմա էլ տեսնենք անցում, բայց այստեղ Անդրանիկ Հայրոյանն է մոտենում գնդակին և վերցնում գնդակը։ Սարգիս Սարգսյանն է իր թիմի սկսում, բայց այստեղ էլ նա փոխանցումը չստացվեց։ Հիմա էլ այստեղ Գևորգ Հայրոյանն է լավ գործում և հիմա էլ շարժում են առաջ Մարսելի ֆուտբոլիստները, տեսնենք Արա Ակոպյանն է գնդակով, բայց նա էլ այստեղ խախտեց կանոնները։ Ես չեմ, որ Բայերը հաղթանակի դեպքում այսօր կպահպանի իր դիրքը մրցաշարային աղյուսակում և մի փոքր էլ կավելացնի իր միավորները և հիմա տեսնում ենք հարված այստեղ Վահրամ Մկրտչյանն էր հարված կատարում, բայց բարձր ընթացավ նրա հարվածը։ Արդեն երկրորդ հարվածը նրա այս խաղում։ Իսկ Մարսելն էլ այս խաղը հաղթանակի դեպքում կհավասարվի Արցախին, Բետիսին և Բայերին, 4-ն էլ կունենան 13 միավոր, տեսնում ենք, որ թեժ պայքար է ընթանում թե առաջին տեղերի պայքարում փլեյոֆ դուրս գալու, թե միջնամասում։ Հետաքրքիր խաղեր են մեզ սպասվում սիրելի ֆուտբոլասերներ, ընդամենը մի քանի տուր է մնացել մեզ այս մրցաշարում, այս լիգայի փուլը վերջանալուն։ Տեսնենք ի վերջո որ թիմերը դուրս կգան փլեյոֆ, ով փոքր լիգա կմտնի։ Ինչևէ հիմա անցնենք այս հանդիպմանը, հիմա տեսնում ենք Բայերի ֆուտբոլիստներն են գնդակով, մանր խաղարկումներով շարժվում են առաջ, Վահրամ Մկրտչյանն է գնդակով, շատ ակտիվ է գործում Բայերի ֆուտբոլիստը այս րոպեներին։ Հիմա էլ տեսնում ենք, որ աջ եզրում է շարժվում է առաջ Արթուր Պետրոսյանը, հարված բրկեցին պաշտպանները և հիմա էլ կարող ենք հակագրորդ տեսնել Մարսելի կողմից, բայց այստեղ Նարեկ Իսկանդարյանի փոխանցումը ուղղված էր Մոզանյանին, բայց չստացվեց։
Այստեղ էլ կորցրեց գնդակը Գագիկ Ղուկասյանը եւ խլեց ի վերջո Աղասի Ավետիսյանն է գնդակով տեսնենք հարվածը եւ դարպասածողն է փրկում Մարսելին այստեղ էլ երկրորդ հարվածը չստացվեց ընթացքից Արթուր Պետրոսյանի բայց վտանգավոր էր Աղասի Ավետիսյանի հարվածը հերար հարված փորձեց կատարել Բայրի ֆուտբոլիստը, բայց այստեղ բախտը ժպտաց Մարսելին տեսնում ենք, որ վտանգավոր են հարվածները Բայրի ֆուտբոլիստների հիմա էլ Մոզանյանն է հարվածում, բայց այստեղ Թաթուր Սևոյանը փրկում է իր թիմին թույլ էր հարվածը Մարսելի հարձակվողի հիմա էլ գեղեցիկ փոխանցում Վարա Մկրչյանի կողմից Դեպի Անդրանիկ Կիրակոսյանը տեսնենք Եվ այստեղ խաղի մրցավարը ցույց է տալիս դարպասը հարվածը լինելու դարպասից Անդրանիկ Կիրակոսյանը ի վերջո կորցրեց գնդակը Այսօր դեռ նրան խաղում չենք տեսել Դեռ պասիվ է գործում Անդրանիկ Կիրակոսյանը Հիմա էլ Մարսելի ֆուտբոլիստներն են անհաջող գործում այս իրավիճակում եւ հիմա էլ հակառակ ուղղությամբ կտեսնենք հարված դարպասից խաղարկեցին ի վերջո Մայրի տղաները Առաջի խաղարկեսի միջնամասն է արդեն մեզ մոտ սիրելի ֆուտբոլասերներ մոտ 15 րոպե է անցել այս խաղարկեսից, այս խաղից եւ դեռ հաշիվը բացված չէ, բայց հետաքրքիր հանդիպում է ընթանում, հիմա Վարա Մկրչյանն է գնդակով աջ եզր է տեղափոխվել եւ ի վերջո կարողանում է անկյունային վաստակել, այս խաղում էլ առաջին անկյունայինն է լինելու մեզ մոտ Հիմա Անդրանիկ Կիրակոսյանն է անկյունայինը խաղարկելու Տեսնենք այս ստանդարտը ի վերջո կտա իր թիմին արդյունք Հիմա Անդրանիկ Կիրակոսյան փոխանցում այստեղ Մոզանյանն է հեռացնում Հիմա էլ Հարություն Օհանյանը հարված կատարեց, բայց չստացվեց նրա հարվածը Փոփոխություն տեսանք Բայերի կազմում, այնտեղ խաղադաշտը լքեց Վարա Մկրչյանը, նա ակտիվ գործեց այս րոպեներին, երկու անգամ էլ հարված կատարեց, բայց փոխարինվեց եւ խաղադաշտ մտավ Ալեն Հարոյանը, անցած խաղում տեսանք, որ Ալեն Հարոյանը շատ ակտիվ էր, շատ լավ հանդիպում անցկացրեց Բայերի ֆուտբոլիստը Աղասի Ավետիսյանն է սխալվում այստեղ Այստեղ էլ հիմա գերազանց պաշտպանվեց Սարգիս Սարգսյանը եւ հիմա էլ նետվում են գրոյի Մարսելի ֆուտբոլիստները, բայց Նարեկ Իսկանդարյանի փոխանցումը ուժեղ ստացվեց դեպի Մոզանյանը Տեսնում ենք, որ հակագրողների ժամանակ Մարսելի ֆուտբոլիստներից միայն Մոզանյանն է հարձակվողի դիրքում մնում, այդ իսկ պատճառով չեն ստացվում նրանց հակագրողները, հիմա Մարսելն է գրոհում, բայց Գագիկ Ղուկասյանը այստեղ հեռացրեց գնդակը եւ հիմա էլ գրոհ են սկսում Բայերի տղաները Անդրանիկ Կիրակոսյան շարժվում է առաջ եւ այստեղ Հարված չեմ անվանի, որովհետև փոխանցում էր կարծես թե կատարում Անդրանիկ Կիրակոսյանը Մխլեցին գնդակը Բայերի տղաները տեսնենք հարվածը Ոչ այստեղ չկարողացավ Համլետ Ազնավուրյանը հարված կատարել, բայց լավն է նրանց գրոհը ափսոս
Հիմա նորից գնդակը Բայերինն է եւ նորից գրում են նրանք սկսում Աղասի Ավետիսյան գեղեցիկ փոխանցում, բայց այստեղ տեսնում ենք ուժեղ է նրա փոխանցումը դեպի Արթուր Պետրոսյանը։ Երկար փոխանցում է պատրաստում կատարել Մարսելի ֆուտբոլիստը դեպի Մոզանյանը, բայց այստեղ լավ գործեց Աղասի Ավետիսյանը, հիմա նորից կարող են գրոյի նետվել Բայերի ֆուտբոլիստները, այստեղ Արթուր Պետրոսյանի հետ պայքարում խաղի կանոնները խախտեցին։ Անդրանիկ Կիրակոսյանն է գնդակի մոտ, այնտեղ տեսնում ենք, որ Հարություն Օհանյանն էլ եկավ և մասնակցելու է այս գրոյին։ Հիմա սուլի չկա, տեսնենք Անդրանիկ Կիրակոսյան հարված և գեղեցիկ գոլի հեղինակ է դառնում Անդրանիկ Կիրակոսյանը և խաղի հաշիվը բացում է մեզ մոտ։ Անդրանիկ Կիրակոսյան 1-0 հանդիպման հաշիվը բացված է սիրելի ֆուտբոլասերներ, ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ Տուգանային հարվածից Անդրանիկ Կիրակոսյանը և ի վերջո տեսանք, որ տվեցին այդ հարվածներից հետո իրենց արդյունքը Բայերի ֆուտբոլիստներին Եվ հիմա Մարսելը պարտվողի կարգավիճակում է, տեսնենք նրանք ինչ կառաջարկեն Բայերին։ Տուգանային են վաստակ է փոխանցում, Տուգանային հրապարակ Թաթուլ Սևոյանն է հեռացնում, նորից հեռացեցին գնդակը, հիմա էլ կարող ենք հակագրող տեսնել Բայերի կողմից Ալեն Հարոյան թողնում է Համլետ Ազնաուրյանին, բայց խլեցին գնդակը նրանից և նորից խաղի կանոնների խախտում, այստեղ Աղասի Ավետիսյանն էր խախտել և տակտիկական խախտում թույլ տվեց և դեղին քարտ է ստանում Աղասի Ավետիսյանը։ Նորից տեսնում ենք երկար փոխանցում է լինելու դեպի Տուգանային հրապարակ, բայց Նարեկ Իսկանդարյան փոխանցում նորից Մոզանյանին էր ուղղված այս փոխանցումը չստացվեց նորից Մարսելի ֆուտբոլիստների գրոհը։ Դեռ տեսնում ենք, որ լավ են պաշտպանվում այսօր Բայերի ֆուտբոլիստները։ Հարություն Օհանյան, Գագիկ Ղուկասյան դուոն շատ լավ է գործում այս խաղակեսում, նրանք չեն թողնում հարված շատ կատարեն Մարսելի ֆուտբոլիստները, այստեղ էլ գեղեցիկ խաղաց Նարեկ Իսկանդարյանը, խլեց նա գնդակը Արթուր Պետրոսյանից, բայց մնաց այստեղ գնդակը Բայերին, հիմա էլ վտանգավոր դիրքում Բայերն է վաստակել Տուգանային հարված, Տեղ Արմեն Ազնաուրյանի հետ պայքարում խախտում գրանցվեց, շատ քիչ ժամանակ է մեզ մնում սիրելի ֆուտբոլասերներ այս խաղակեսի ավարտին, նշեմ, որ Անդրանիկ Կիրակոսյանի գեղեցիկ գոլի շնորհիվ Բայերը այս պայն հաղթում է 1-0 հաշվով։
Հիմա նորից Անդրանիկ Կիրակոսյանն է գնդակի մոտ, տեսնենք հարված նորից կատարեց, նորից վտանգավոր էր, բայց մի փոքր բարձր ընթացավ նրա հարվածը։ Այստեղ ուզում էր Բայերի ֆուտբոլիստը դուբլ գրանցեր, բայց չստացվեց նրա մոտ։ Դուբլ խաղում և դուբլ Տուգանայինից, բայց ի վերջո չստացվեց այս անգամ նրա հարվածը։ Այստեղ կարողացան ի վերջո Բայերի ֆուտբոլիստները պահել իրենց մոտ գնդակը, Ալեն Հարոյանը հիմա ձախ եզր է եկել, այստեղ փոխանցում կատարեց Անդրանիկ Կիրակոսյանին, բայց չհասավ այս գնդակին։ Այս պայն այս խաղի միակ գոլի հեղինակը։ Նորից երկար փոխանցում ենք տեսնում, շատ են երկար փոխանցումները այսօր դեպի Մոզանյանը։ Այստեղ է լավ պաշտպանվեցին նորից Բայերի ֆուտբոլիստները։ Եվ հիմա հրաշալի գործեց այստեղ Ալեն Հարոյանը, Անդրանիկ Կիրակոսյանն է մտնում Տուգանային հրապարակ փոխանցում և ինչ էր սա։ Տուգանային հարված վաստակեց Անդրանիկ Կիրակոսյանը։ Քիչ էր մնում 11 մետրանոց վաստակեին Բայերի տղաները, բայց մի փոքր շուտ այդ սահանկումը կատարեց Նարեկ Իսկանդարյանը։ Եվ հիմա նորից վտանգավոր է լինելու Մարսելի դարպասին, Արթուր Պետրոսյանն է գնդակի մոտ։ Տեսնենք խաղարկեց Ալեն Հարոյանի հետ փոխանցում, նրա փոխանցումը չստացվեց։ Եվ վերջ, տեսնում ենք առաջին խաղարկեսը ավարտված է մեզ մոտ սիրելի ֆուտբոլասերներ։ 1-0 հաշվով այս պահին Բայերը հաղթում է Մարսելին, ընդմիջում կվերադառնանք մի քանի րոպեից։ Սիրելի ֆուտբոլասերներ, տեսնում ենք, որ երկրորդ խաղարկեսը մեզ մոտ մեկնարկեց և այս պահին Բայերը հաղթում է 1-0 հաշվով Մարսելին, գոլի հեղինակ է դարձել Անդրանիկ Կիրակոսյանը, ֆանտաստիկ հարված նա կատարեց Տուգանայինից և գրավեց ի վերջո Անդրանիկ Հարոյանի դարպասը, հիմա ակտիվ են մեկնարկել թիմերը, Բայերն հիմա տեսնում ենք գնում Անդրանիկ Կիրակոսյանն է նորից գնդակով փոխանցում Պետրոսյանի և գոլ։ Շատ արագ այստեղ տեսնում ենք կրկնապատկում են իր թիմի առավելությունը Բայերի ֆուտբոլիստները և գոլի հեղինակ է դառնում Արթուր Պետրոսյանը։ Արթուր Պետրոսյան 2-0, հենց երկրորդ խաղարկեսի մեկնարկում 1 րոպե չէր անցել, կրկնապատկեց իր առավելությունը, իր թիմի առավելությունը Արթուր Պետրոսյանը և հիմա արդեն տեսնում ենք, որ 2 գոլի առավելություն են ստացել Բայերի ֆուտբոլիստները։ Հիմա էլ անկյունային հարված են վաստակել Մարսելի ֆուտբոլիստները, բայց հեռացված է գնդակը։ Հիմա այս գրոյից հետո վերհիշենք և բարձր այստեղ հարված է Կարլեն Վարդանյանը, բայց վտանգավոր էր նրա հարվածը։ Հիմա արագ վերհիշենք թիմերի հայտարարություններին։ Մարսելի դարպասը պաշտպանում է համար 1 Անդրանիկ Հարոյանը, համար 6 Կարլեն Վարդանյան, համար 9 Համբարձում Մանուկյան, համար 10 Մոզանյան,
համար 11 Գևորգ Հայրոյան, համար 14 Սարգիս Սարգսյան, համար 16 Հարութ Գրիգորյան, համար 17 Նարեկ Իսկանդարյան, համար 22 Դավիթ Ջուլակյան, համար 51 Ավետ Բարեյան եւ համար 88 Արա Ակոբյան։ Բայերի դարպասը պաշտպանում է համար 1 Թաթուլ Սևոյան, համար 4 Աղասի Ավետիսյան, համար 5 Արմեն Ազնաուրյան, հիմա տեսնում ենք, որ նա է գնդակով, համար 7 Արթուր Պետրոսյան, համար 10 Անդրանիկ Կիրակոսյան, համար 11 Գագիկ Ղուկասյան, համար 22 Ալեն Հարոյան, համար 44 Համլետ Ազնաուրյան, համար 33 Հարություն Օհանյան եւ համար 77 Վահրամ Մկրչյան։ Հիմա տեսնենք այս արագ գոլից հետո ինչ կառաջարկեն թիմերը միմյանց, առաջինը Մարսելը, որովհետև այս պահին պարտվում են նրանք երկու գնդակի առավելությամբ, այստեղ չստացվեց Բայերի գրո, հիմա երկար փոխանցում նորից Զանյանին, բայց նա չկարողացավ պահել իր մոտ գնդակը։ Տեսնում ենք հիմա լավ խաղարկեցին Բայերի ֆուտբոլիստները այստեղ, Գագիկ Ղուկասյանն է գնդակով թողնում է Արթուր Պետրոսյանին, բայց այստեղ էլ լավ գործեց Գևորգ Հայրոյանը, շարունակում է գրո, այստեղ հեռացեց Կարլեն Վարդանյանը գնդակը եւ հիմա էլ անկյունային է լինելու հակառակ ուղղությամբ։ Արմեն Ազնաուրյանն է վերցրել գնդակը։ Տեսնենք փոխանցում Տուգանային հրապարակը արված եւ վտանգավոր էր։ Կարող էր այստեղ Արթուր Պետրոսյանը դուբլի հեղինակ դառնալ, բայց բարձր ընթացավ նրա հարվածը։ Տեսնում ենք, որ շատ են թողնում պաշտպանությունում, շատ խնդիրներ կան Մարսելի պաշտպանությունում, հիմա էլ հարված Անդրանիկ Կիրակոսյանի կողմից այստեղ փակեց հարվածի ճանապարհը Մարսելի ֆուտբոլիստը։ Նորից Կիրակոսյանն գեղեցիկ անցում տեսանք, օդում է Արթուր Պետրոսյանին եւ հիմա էլ տեսնում ենք Արթուր Պետրոսյանի հետ պայքարում խաղի կանոնները խախտեցին։ Հիմա խոտածածկին է Բայերի ֆուտբոլիստը, բայց կանգնում է այստեղ եւ նորից վտանգավոր դիրքում տեսնում ենք Տուգանային հարված են վաստակել Բայերի տղաները, նորից գնդակի մոտ է Անդրանիկ Կիրակոսյանը, տեսնենք նրա երրորդ փորձն է արդեն Տուգանային հարվածից, տեսնենք ինչ կտա այս Տուգանային հարվածը, հարված եւ ուղիղ պատին է դիպչում գնդակը եւ ի վերջո անկյունային վաստակեց այստեղ Անդրանիկ Կիրակոսյանը։ Փոխանցում Տուգանային հրապարակ եւ այստեղ լավ չստացվեց։ Տեսնում ենք Արթուր Պետրոսյանի հարվածը։ Այստեղ նորից փորձեցին փոխանցում կատարել դեպի Մոզանյանը, բայց նորից ուժեղ ստացվեց այստեղ Մարսելի ֆուտբոլիստների կողմից փոխանցումը։ Այսօր մի փոքր պասիվ է գործում Մոզանյանը։ Դեռ այս խաղում նա հարված չի կատարել։ Հիմա կարող էին այստեղ լավ գրո կառուցել Մարսելի ֆուտբոլիստները, բայց չստացվեց, Բայերն է հիմա անցել գրոյի, Ալեն Հարոյանն է գնդակով, լավ չհամագործակցեց այստեղ թիմակցի հետ, Վահրամ Մկրչյանին փոխանցում կատարեց, բայց ուժեղ ստացվեց նրա փոխանցումը։
Նշեմ թիմերը ինչպես են անցկացրել իրենց վերջին հանդիպումները։ Երկու թիմերն է վերջին հանդիպումը անցկացրել են Լիոնի հետ։ Մարսելը Լիոնին հաղթել է 4-2 հաշվով, այնտեղ Մոզանյանը դուբլի հեղինակ դարձավ, մեկ անգամ աչք ընկավ թիմի ավագ Գևորգ Հայրյանը, մեկ անգամ էլ Արա Հակոբյանը։ Հետաքրքիր հանդիպում էր այդ խաղում։ Իսկ Բայերն էլ նորից 4 անպատասխան գնդակ ուղարկեց Լիոնի դարպասը, իր դարպասն էլ անառիկ պահեց Թաթուլ Սևոյանը։ Բայերից էլ աչքի ընկան մեկ անգամ Հարություն Օհանյանը, երկու անգամ Համլետ Ազնավուրյանը եւ մեկ անգամ էլ Անդրանիկ Կիրակոսյանը։ Այսօր էլ տեսնում ենք, որ մեկ անգամ դեռ աչքի ընկել Անդրանիկ Կիրակոսյանը, լավ հանդիպում է անցկացնում։ Նախորդ խաղում էլ հրաշալի հանդիպում անցկացրեց Բայերի ֆուտբոլիստը։ Տեսնում ենք, որ խլեցին գնդակը Մարսելի ֆուտբոլիստները եւ նետվում են հակագրոյի փոխանցում, բայց շատ լավ պաշտպանվեց Հարություն Օհանյանը։ Այսօր լավ է զգում Բայերի ֆուտբոլիստը իր դիրքում։ Այստեղ էլ հիմա տեսնում ենք Արթուր Ազնավուրյանն է փոխանցում կատարում թիմակցին, բայց նորից մնում է գնդակը Բայերի մոտ եւ հետ են վերադարձնում Թաթուլ Սևոյանի հետ են։ Հիմա շատ վտանգավոր գործեց այստեղ Թաթուլ Սևոյանը, կարող էր իր թիմի դարպասին գոլ հեղինակել, բայց փրկվեց այստեղ Բայերը, հիմա Բայերն է գրելու եւ հարված այստեղ փրկվեց հիմա Մարսելը Անդրանիկ Կիրակոսյանը, ինչպիսի դիրքից վրիպում է, շատ վտանգավոր էր։ Նորից շարունակվում է պայքարը ձախ եզրում, բայց Բայերի տղաները ամուր կամքի ուժ են դրսևորում եւ պահում գնդակը իրենց մոտ։ Հիմա երկար եզրային նետում կարող է ժարված կատարել այստեղ Արթուր Պետրոսյանը, բայց չստացվեց։ Շատ լավ տեսավ այնտեղ Գագիկ Ղուկասյանը Արթուր Պետրոսյանին եւ երկար եզրային նետում կատարեց, բայց փրկվեց նորից այստեղ Մարսելը։ Համլետ Ազնավուրյանն է հիմա էլ գնդակով խաղարկում է Արթուր Պետրոսյանի հետ, փոխանցում Տուգանային հրապարակ արված եւ նորից շեղ է արվածում Անդրանիկ Կիրակոսյանը, կարող էր տեսնում եք, որ դուբլը այս խաղում շատ մոտ է, բայց դեռ նրա հարվածները շեղ են ընթանում։ Մալ Մարսելի տղաներն են գրում, Գևորգ Հայրյանը աչ եզրով շարժում է առաջ, փոխանցում եւ Թաթուլ Սևոյանն է փրկում իր թիմին։ Հիմա էլ նորից լավ գործեց այստեղ Հարություն Օհանյանը եւ պահեց իր թիմի մոտ։ Բայերն է գրելու Վարամ Մկրտչյան շարժում են առաջ 4-3-ի դիմաց են Արթուր Պետրոսյան, տեսնենք հիմա փոխանցում կկատարի, բայց խաղարկում է այստեղ Վարամ Մկրտչյանի հետ ու ուշացան մի փոքր հետ վերադարձան Մարսելի ֆուտբոլիստները։ Լավն է փոխանցումը Մկրտչյանի, տեսնենք խաղարկումները Գագիկ Ղուկասյան, բայց շատ շեղ հարվածեց Բայերի պաշտպանը։ Հիմա նորից տեսնում ենք փոփոխություն տեղի ունեցավ Բայերի կազմում, Ալեն Հարոյանն է դաշտ մտնում։ Հարություն Օհանյան ինչ է անում այսօր նա
գերազանց է պաշտպանվում եւ այստեղ էլ Ալեն Հարոյանը լավ չգործեց եւ անկյունային են վաստակում Մարսելի ֆուտբոլիստները։ Այս խաղակեսի միջնամասն է այս պահին դեռ երկու գնդակի առավելություն ունեն Բայերի տղաները, հիմա Տուգանային հրապարակ փոխանցում Մոզանյանին էր նորից ուղղված այս փոխանցումը, բայց չհասավ Մարսելի հարձակվողը։ Հիմա այստեղ վտանգավոր գործեց Արթուր Պետրոսյանը, Մոզանյանը արված եւ դարպասածողն է փրկում Բայերին, ինչպիսի կրակոց էր Մոզանյանի կողմից։ Չհարվածեց այս խաղում, բայց ի վերջո իր առաջի հարվածով կրակոց կատարեց Բայերի դարպասին, բայց բախտը ժպտաց Բայերի այստեղ։ Լավ շանս ստացան Մարսելի ֆուտբոլիստները, բայց չստացվեց ի վերջո արդյունքի հասնել, հիմա նորից վտանգավոր էր եւ ինչ է այստեղ Թաթուլ Սևյանը վերցրել է գնդակը եւ շարունակվում է խաղը։ Հիմա տեսնում ենք վիճելու համար Մարսելի ֆուտբոլիստն է դեղին քարտ ստանում եւ ի վերջո խաղի մրցավարը գալիս է դիտելու դրվագը, տեսնենք ի վերջո այնտեղ ձեռքով խաղ կար թե ոչ։ Ի վերջո խաղի մրցավարը դիտեց այս դրվագը եւ այնտեղ ձեռքին ոչ մեկի չդիպավ եւ Բայերինն է լինելու գնդակը։ Մայլ պայքարում է այստեղ գնդակի համար Կիրակոսյանը, բայց չհասավ այս գնդակին։ Մել Մարսելն է գրում, բայց այստեղ էլ լավ է հիմա պաշտպանվում Ալեն Հարոյանը, բայց ի վերջո փոխանցում կատարեցին եւ հարված դարպասից է լինելու։ Վարան Մկրչյանն է լավ գործում, Ալեն Հարոյանին թողեց գնդակը, բայց շատ է խճճվում այստեղ Ալեն Հարոյանը եւ Գագիկ Ղուկասյանն էլ ի վերջո հեռացնում է գնդակը։ Նորից Ալեն Հարոյանը լավ պայքարեց եւ տեսնում ենք որ Տուգանային հարված է նշանակել, հիմա արագ խաղարկեցին Մոզանյանը հարված եւ վտանգավոր էր այստեղ Մոզանյանի հարվածը, բայց չեղընթացավ։ Արդեն տեսնում ենք որ երկու անգամ հարված է կատարել Մոզանյանը այս խաղակեսում։ Տեղել շատ թեժ պայքար է ընթանում հիմա դաշտում, ի վերջո բայցին գնդակը Բայերի ֆուտբոլիստները, Վարա Մկրչյանն է գնդակով, ուղղությունը փոխում է դեպի Ալեն Հարոյանին, բայց գնդակը Հարոյանը նորից խաղարկեց Մկրչյանի հետ։ Այստեղ լավ գործեց հիմա Նարեկ Իսկանդարյանը եւ շարժվում են առաջ հիմա Մարսելի ֆուտբոլիստները, բայց Գագիկ Ղուկասյան չթողեց, որ այս փոխանցումը հասցեատեր ունենա, մել Բայերն է փորձում գրո իրականացնել։ Այստեղ տեսնում ենք, որ անկյունային վաստակեցին Մարսելի ֆուտբոլիստները, Սարգիս Սարգսյանն է գնդակի մոտ։
Անմեղ իրավիճակում կարողացան անկյունային ի վերջո կորզել այս իրավիճակում Մարսելի տղաները։ Տեսնենք ի վերջո այս ստանդարտը կտա իր թիմին արդյունք, թե ոչ, փոխանցում տուգանային հրապարակ, բայց շատ հեռու էր ուղղված այս փոխանցումը եւ նորից գնդակը լինելու է Բայերինը։ Շատ արագ կորսեցին Բայերի ֆուտբոլիստները այս իրավիճակում, բայց Ալեն Արոյանը սխալ է իր ուղեց եւ Կիրակոսյան հարված փրկեց դարպասապահ, շարունակվում է հիմա նորից գրո, չստացվեց Կիրակոսյանի մոտ նորից գոլի հեղինակ դառնալ։ Հիմա էլ գրո են նետվել Մարսելի ֆուտբոլիստները, արագ է պետք գործել։ Լավն էր փոխանցումը Գևորգ Արոյան, բայց պահեց գնդակը ոչ։ Հինգ րոպե մնացել հանդիպման ավարտին սիրելի ֆուտբոլասերներ, տեսնում ենք, որ պահպանում են իրենց առավելությունը այս պայն Բայերի ֆուտբոլիստները, այստեղ էլ չկարողացան իրենց գրոհը եզրափակել Մարսելի ֆուտբոլիստները։ Դեռ չի ստացվում ոչ մի բան Մարսելի ֆուտբոլիստների մոտ։ Իրական շանսը այս պայն Մոս Զանյանի հարվածն էր, դարպասաձողին դիպավ գնդակը եւ փրկվեց այդտեղ այդ դրվագում Բայերը։ Հիմա Կիրակոսյանը հիանալի այստեղ փոխանցում կատարեց եւ Պետրոսյան հարված եւ գոլ 3-0 դուբլ հեղինակ է դառնում այստեղ Արթուր Պետրոսյանը։ Շատ լավ գործեցին այստեղ երկու ֆուտբոլիստները Բայերի։ Արթուր Պետրոսյան 3-0 մեծացեց իր առավելությունը Բայերը եւ կարծես թե խաղի ելքը վճռված է, արդեն շատ բարդ իրավիճակում են հայտնվել Մարսելի ֆուտբոլիստները, դժվար կարողանան 3 գնդակ հեղինակել, մնացել է մեզ մի քանի րոպե հանդիպան ավարտին սիրելի ֆուտբոլասերներ, տեսանք որ Կիրակոսյանը հիանալի փոխանցում կատարեց եւ եզրափակումն էլ կատարեց Արթուր Պետրոսյանը այդ գրոյի։ Հիմա տեսնենք, բայց այստեղ Թաթուլ Սևոյանը տեղում է եւ վերսես գնդակը։ Նորից եկավ գնդակը Արթուր Պետրոսյանին, հիանալի հանդիպում անցկացրեց այսօր Արթուր Պետրոսյանը, լավագույն ֆուտբոլիստներից մեկը։ Նորից Կիրակոսյան, ոչ, Համլետ Ազնավուրյանը փոխանցում կատարեց հարված Պետրոսյանից եւ փրկեց այստեղ Անդրանիկ Հայրոյանը։ Այս պայն երկու լավագույն խաղացող կարող եմ նշել այս խաղի Անդրանիկ Կիրակոսյան եւ
Արթուր Պետրոսյան Տուգանային հրապարակ փոխանցում հեռացրեց այստեղ Անդրանիկ Հայրյանը եւ նորից հեռացում տեսանք, բայց շատ վտանգավոր էր հիմա այստեղ Արթուր Պետրոսյանի փոխանցումը Այստեղ էլ ուղղակի առաջ փոխանցեց Գագիկ Ղուկասյանը գնդակը պահեց ի վերջո Կիրակոսյանը կենտրոնում ազատվել է Համլետ Ազնավուրյանը եւ փակեցին եւ հարված հիմա էլ փակեց Կարլեն Վարդանյանը այս հարվածի ճանապարհը եւ անկյունային հարված կտեսնենք Ասուլի չկա նորից Պետրոսյան փոխանցում եւ նորից Կիրակոսյաններ այստեղ հարվածում չստացվեց նրա գլխի հարվածը Նորից երկար փոխանցում Տուգանային հրապարակ այստեղ հեռացված է գնդակը Գևորգ Հայրյան շարունակում է Մարսելի գրող բայց այստեղ է լավ գործեց Գագիկ Ղուկասյանը եւ ի վերջո կարողացավ այստեղ եզրային նետում կորզել Նորից հեռացրեց այստեղ Գագիկ Ղուկասյանը գնդակը Շարունակում է պայքարը Արա Հակոբյան փոխանցում Մոս Զանյանին տեսնենք հարված Թաթուլ Սևյանն է փրկում իր թիմին Եվ վերջ խաղն ավարտված է սիրելի ֆուտբոլասերներ ի վերջո Բայերը հաղթանակ է տոնում 3-0 հաշվով Մարսելի նկատմամբ եւ իր 3 միավորն է վաստակում Մնացեք մեզ հետ կվերադառնանք մի քանի րոպեից